Աստվածորդնի մեր սիրելի ժողովրդին սիրելիներ կարևոր է որ մենք կարողանանք տեսնել ժամանակները թեև Պողոսն 2000 տարի առաջ ինքը ասում էր որ վերջին ժամանակներն ենք ապրում ճիշտ է Քրիստոսից հետո սկսավ վերջին ժամանակաշրջանը բայց դուք գիտեք որ տարբեր ժամանակների այսինքն 100 տարի առաջ 125 տարի առաջ տարբեր հարանվանություններ եւ այլն հավաքվել են որ Քրիստոս պիտի գա իրենց պիտի հապշտակե դանի եւ այլն այդ մոլորությունները կլինեն բայց կարևոր է տեսնենք մենք այսօր մարգարեական խոսքերուն որ ժամանակաշրջանի մեջ ենք ապրում սիրելիներ Խնդիրը դա է որ որովհետև դարբեր ժամանակների ասենք թե սուտ մարգարեական խոսքերով մարդիկ խապել են ժողովուրդներին եւ սպասել են նայեցեք հիմա էր սեպտեմբեր չգիտեմ 23-ին այդպես ինտերնետի վրա տարածված էր որ հապշտակություն պիտի լինի իսկ այդ հապշտակությունը ասենք քանի անգամ տարածվել է ինտերնետում գիտեք 2012 թվականին պիտի լիներ, եսիմ 2018 թվականին, հիմա այս տարի սեպտեմբեր 23-ին, մյուսը ասում է, որ 2028-ին, մեկը 100 տարի առաջ եւ այլն, այդ բոլորը տեսնում ենք։ Այս բոլորը ինչու համար պիտի լինի, գիտեք, որովհետեւ որպեսզի մարդիկ այդպես այլևս ասեն, որ չէ, երևի մենք չենք կարողանում հասկանալ ժամանակները մենք նորմալ ապրենք մեր կյանքով այլևս այդ բաներով ընդհանրապես չի մտածենք սա սատանայի խաբեությունն է որովհետև գեղձ մարգարեներ կհանեն եւ տարբեր սուդեր գցելով մարդիկ կհիաստապվեն հիաստապելուց հետո այլևս իրենք ընդհանրապես ժամանակներու տեսնելու կարողությունից դուրս կմնան սիրելիներ բայց դա արդեն վտանգավոր է դա ինչու համար վտանգավոր է սիրելիներ վտանգավոր է հենց այն խոսքին որտեղն է ասում Այդ շատ լուրջ խոսքեր կան, մանավանդ հայտնության քրքի մեջը, որ մենք կարելի է թեթև ենք առնում։ Այսօր որովհետև մենք կարանք ասել ամեն ինչի համար փառք Աստծո, կարևորը մենք լավ լինենք, կարևորը մենք փրկվենք, բայց դրա համար չենք կանչված, մոռանում ենք։ Քրիստոսի եկեղեցին պետք է ունենա Քրիստոսի ցայնը, պետք է ճանապարհը պատրաստե Տիրոջ առաջ։ Անաբադի մեջի ցայնը պետք է լինի Տիրոջ եկեղեցին, որովհետեւ ճանապարհը պատրաստե Տիրոջ կալուստին սիրելիներ։ Գիտեք, Երուսաղեմը երբ որ մեղքի մեջ էր ինգել, Աստված մի անգամից չբացեց Երուսաղեմը, բայց Նապոկոդոնոսորը բարձրացուց, որ ինքը արդար մարդ չէր, բայց Երուսաղեմը գարկաբահության սրբության վերադարձնելու համար կորձիկ օգտագործվեցավ Բաբելոնը։ Նույնպես տեսնում ենք դա կատարվեցավ նույնպես Փարոոնի միջոցով սիրելիներ։ Բայց Նապոկոդոնոսոր իսկապես Աստծո կորձիկն էր, որպեսզի Երուսաղեմի մեջի բացությունները մաքրվեն եւ ժողովրդի սիրտը դարձյալ վերադառնա Աստծո։ Աստված տարբեր ցևերով է աշխատում սիրելիներ։ Բայց մենք ապրում ենք մի ժամանակաշրջան սիրելիներ, որ ինքը համապատասխանում է ահագին մարգարեություններու սիրելիներ։ Սիրելիներ, այո, ճիշտ է, Տիրոջը կալուստը մոտ է, բայց վաղուց դա ասում ենք սիրելիներ, ոչ մեկը չգիտեր երբ է Տիրոջ կալուստը, բայց շատ մոտ է, բայց մենք պետք է նկատենք ինչ է կատարվում երկրի վրա, աշխարհի վրա ինչ է կատարվում սիրելիներ եւ մենք զգուշ լինենք, մենք կարողանանք բարին չարից զանազանել եւ մենք չտարվենք սուդով։ Սիրելիներ, այդպես չէ որ երբ որ Տերը վերադառնա երկրի վրա քրիստոնեություն գոչվող եկեղեցիներ չեն լինելու Այդպես չէ։ Երկրի վրա պիտի լինի գեղձ եկեղեցիներ աշխարհի վրա, սիրելիներ, երկրակունթի վրա պիտի լինեն գեղձ եկեղեցիներ, որ իրենք ուղղակի ենթարկվում են Բաբելոնին,
ուղղակի ենթարկվում են Կազանի համագարքին սիրելիներ, իրենք ենթարկվում են Կազանի համագարքի իշխանություններում սիրելիներ, եւ դա սատանային չի խանգարում։ Դրանք Ալելույա, Հիսուս եւ այլն ասելու են, բայց իրենք ծառայում են Հագա Քրիստոսին։ Դա արդեն սկսել է երկրի վրա։ Աշխարհի վրա լիքն է սիրելիներ, լիքն է, եւ դա պիտի բարձրանա, դա պիտի զարգանա սիրելիներ։ Որովհետեւ բեք չէ լինի Քրիստոսի եկեղեցին այն տեսակի կառույց, որ խանգար է Կազանի համագարքին սիրելիներ։ Իսկ դա Աստված թույլ պիտի տա, այո, իհարկե թույլ պիտի տա Աստված։ Եվ դա ինչու համար այդպես պիտի լինի, որովհետև որբեսի հայտնվի մնացորդը, որբեսի հայտնվի սիրելիներ մնացորդը, ժամանակը արդեն եկել է, որ զդվում է Քրիստոսի եկեղեցին աշխարհի վրա սիրելիներ։ Եվ այնտեղ պիտի լինի մնացորդ, մնացորդները պիտի երևնան, բայց դրանք ավելի թաքուն պիտի լինեն, դրանք չպիտի լինեն կառույց, համակարգ, չպիտի ունենան իշխանություն, չպիտի ունենան հարստություն, դրանք պիտի լինեն Քրիստոսի մարմինի անդամները սիրելիներ, բայց դրանք ձայնը բարձր է լինելու, Տիրոջ ճանապարհն են պատրաստելու, իրենք լինելու են սիրելիներ մնացորդը, սուրբ մնացորդը, եւ այստեղ տեսնում ենք, որ մեծ քայլերով առաջ է գնում Աստծո թադաստանը, եկեղեցու, որ ասում եմ, նշանակում է աշխարհի վրա, Քրիստոսի եկեղեցի կոչվող կառույցների ամմակրության վրա թադաստան է սկսում սիրելիներ։ Սա մենք չենք կարող մեր աչքերը խաբել, փակել, չուզենալ տեսնել, չուզենալ հասկանալ, թե ինչ է կատարվում սիրելիներ։ Եթե չուզենանք հասկանանք ինչ է կատարվում, մենք շատ հեշտ կհարմարվենք ամեն ինչի, եւ մենք նույնպես կլինենք այն սուրբերից, որ հաղթվելու են Կազանից։ Սիրելիներ, Քրիստոսի խոսքը ճշմարիտ է եւ չի փոխվելու։ Ասում է, որ Կազանին դրվեցավ իշխանություն բոլոր ազգերի վրա։ Եվ դվավ իշխանություն սուրբերուն հետ պատերազմ մնելու եւ նրանց հաղթելու։ Հիմա աշխարհի վրա անունով 2.5 միլիարդ քրիստոնյա կա։ Հիմա բոլորն արգմտածեն մենք չենք հաղթվողները։ Չէ՞։ Այդպես կա հարանվանություն, որ մտածում է ինքը ճիշտը չէ։ Պարզ է, որ բոլորն արգմտածեն մենք չենք հաղթվողը, բայց երբ որ ասում է, որ քիրքը պատերազմ պիտի դնե եւ պիտի հաղթե սուրբերուն, դա հասկանում ենք, որ սուրբերուն 10%-ին չէ, որ պիտի հաղթե, դոգոսային մի վերցնեք, բայց հասկանում եք, չէ՞, ինչպես նեղ թրի դրան օրինակը։ Երբ որ ասում է նեղ դրնեմ մտեք, լայն է դուրը, եւ ասում է, որ քիչ որ է, որ դուրը կգտնեն, չի ասում կմտնեն, ասում է քիչ որ է նրանք, որ դուրը կգտնեն, հələ պիտի գտնեն դուրը, որբեսի մտնել որոշեն, չէ՞։ Հետևաբար դու հասկանում ես, որ 50% կարա լինի, ոչ, հասկանում եք, որ փոքր դոգոս է լինում, չէ՞։ Գտնեն, մտնեն, քայլեն մինչև վերջ։ Շատեր եղել է, որ դուրը գտել են, բայց չեն մտել։ Ասել են, որ դժվար է, ճանապարհը նեղ է, նեղվածք է ճանապարհը, այդպես էլ կարող է լինի։ Հետևաբար փոքր է լինում բանը, դոգոսը։ Այդպես է սիրելիներ։ Մենք արգիտենք այս բոլորը։ 2.5 միլիարդ անունով քրիստոնյա կա աշխարհի վրա, մենք գիտենք, որ բայց փոքր է դոգոսը բրգվածներուն։ Իսկ բրգված լինելը դա չէ, որ հատուկ գործեր է արել, հասկանում եք, որ շնորհքով է, բայց ինչ է հավատացել։ Եկեղեցին ինչ է հավատացել։ Ընդհանրապես քրիստոնեությունը աշխարհում, եթե իրենց հետ խոսես, իրենք հավատացել են գրոնի։ Փորձենք բարին անել, փորձենք չարը չանել։ Սա է։ Ներքին ապաշխարություն, փրկիչի կարիք, լացուկոց, կոտրված վիճակ, սրբության կյանքի փափակ խորը չի գա։
Կարծում եմ, որ միս կրոնների նման լավ անենք, միգուցե Տերը մեզ ողորմի։ Ոնց որ մտածում եմ, որ կյանքի վերջին օրը Տերը իր բարի գործերը եւ չար գործերը գշիրքի վրա պիտի տնե, որ մեկը ավելի բարձրանա, ավելի ծանր է, եթե բարի գործերը ավելի ծանր են, ինքը կմտնա երկինք։ Դա կրոնն է, չէ՞։ Աշխարհի բոլոր կրոններն են, որ փորձեն, մուսուլմանությունն այդպես է հավատում է, որ իրենց գործերը գշիրքի վրա Աստված պիտի տնե, եթե բարի գործերը ավելի ծանր են գշիրքին վրա, իրենք պիտի փրկվին այդ ծևի։ Դա կրոն է, սիրելիներ։ Իսկ Քրիստոս եկավ մեզի, որպեսզի կրոնից ազատագրե, սիրելիներ։ Հետևաբար, նայեցեք ինչ է կատարվում։ Այստեղ Մարգարեյցյան խոսքերը, սիրելիներ, կատարվում են եւ տարբեր ժամանակաշրջաններում կատարվել է, բայց հիմա արդեն վերջին հանգրվանն է, որ սա մեծ թափերով կատարվելու է աշխարհի վրա, սիրելիներ։ Աստծո մասին Մաղաքիա Մարգարեյցյան 3-րդ գլուխը 3-րդ համարը։ Բայց երկրորդ համարեն պիտի կարդամ, որպեսզի հասկանաք այս մարգարեական խոսքը այսօրվա համար է, այս օրերու համար է, այս ժամանակաշրջանի համար է։ Երկրորդ համարը ասում է, որ առաջինեն կարդամ, արի։ Ձեր փնտրած Տերը, այսինքն ուխտին հրեշտակը, որը կհավնիկ, հանգարց իր տաճարը պիտի կա։ Հանգարց իր տաճարը պիտի կա։ Ահա գուքա գսե զորքերու Տերը։ Անոր կալուստին օրը ով կրնա դիմանալ։ Անոր երևնալուն ադենը ով կրնա կայնիլ։ Քանզի անիգա հալեցնողին կրակին պես ու թափիչներուն օջարին պես պիտի ըլլա։ Անիգա արզատ հալեցնողի ու մակրողի պես պիտի նստի։ Ղևիին որդիները պիտի մակրե։ Ով են ղևիին որդիները այսօր, ղևդացիները։ Քրիստոսի եկեղեցին է։ Այսօր ղևիի որդիները Քրիստոսի եկեղեցին է, սիրելիներ։ Ղևիի որդիները պիտի մակրե, զանոնք ոսկի պես ու արծաթի պես պիտի զդե։ Անոնք արդարությամբ Տերոջը ընծա պիտի մատուցանեն։ Տեսնում եք, որ Տերը պիտի մակրե, սիրելիներ։ Եվ մի մոռանաք, որ առաջին Պետրոսի 4-րդ գլուխ 17-րդ համարի մեջը Պետրոսը ինչ է ասում մեզի։ Թեզի շատ ծանոթ է սա։ Քանզի ժամանակ է, որ Թադաստանը Աստծո տունեն սկսի։ Քանզի ժամանակն է, որ Թադաստանը Աստծո տունեն սկսի։ Եթե առաջ մեզ սկսի, հապա անոնց վերջի ինչ պիտի լա, որոնք Աստծո ավետարանին չեն հնազանդիր, սիրելիներ։ Անոնք, որ Աստծո ավետարանին չեն հնազանդիր։ Հետևաբար, սիրելիներ, մի զարմանակ ինչեր է, որ կատարվում աշխարհի վրա, նույնպես մեր երկրի մեջ, սիրելիներ, Աստված զտում է իր եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին չի լինելու իշխանություն ունեցող կառույց, հիշեք, գրեք, չի լինելու իշխանություն ունեցող կառույց, բայց պիտի լինի աշխարհում, ինչպես Եվրոպայում, Արևմտյան Եվրոպայում եկեղեցիներ կա, որ համարյա թադարկ են, դրանք ամբողջովին ենթարկվում են ոչ թե Քրիստոսին, ենթարկվում են երկրի իշխանություններին, սիրելիներ։ Իսկ երկրների իշխանությունները իրենք Քրիստոսի ենթարկվող չեն կարա լինի։ Այդպես է, չէ՞, սիրելիներ։ Հետևաբար պետք է գեղձ եկեղեցին բարձրանա։ Եվ գեղձ եկեղեցին ահագին աշխարհի երկրներու մեջ բարձրացել է,
ամեն տեղ գեղձ եկեղեցին պիտի զարգանա, որ դա պիտի ենթարկվի Կազանի համագարկին, սիրելիներ։ Եվ դրա ծառայողները պիտի լինեն Կազանի համագարկի դերասաններ։ Կազանի համագարկի դերասաններ պիտի լինեն այն գեղձ եկեղեցու աշխարհի վրա բոլոր ծառայողները, սիրելիներ։ Բայց դա եկեղեցու պարտությունը չէ, սիրելիներ։ Դա դիրոջ Թադաստանն է անսուրբ եկեղեցիներու վրա, Քրիստոս եկեղեցին սուրբ է, Քրիստոս իր եկեղեցի անդամները ունի աշխարհի 4 ծայրերուն, այդ եկեղեցիները պիտի զտվեն մեջից սպիտակ հանդերձներով քայլողները, դրանք պիտի զտվեն, սիրելիներ, դրանք պիտի լինեն ոչ կազմակերպություններ, դրանք պիտի լինեն խմբեր, անհատներ, եւ իրենք ցայնը բարձր է լինելու Տիրոջ քալուստեն առաջ, դրանք պիտի աղաղեն, դուրս եկեք Բաբելոնի մեջից, պատրաստեք Տիրոջ ճանապարհը, թագավորի քալուստը, սիրելիներ։ Այսպես է։ Սիրելիներ, հետևաբար անոնք, որ Տիրոջ սիրում են, մի տխրեք, նայեցեք դուք որտեղ եք կայնում, նայեցեք չհարմարվեք Կազանի համագարկին, սիրելիներ, չխանդավառվեք նույնպես գեղձ եկեղեցի գառուցման, չխանդավառվեք հանգարց, սիրելիներ։ Այս բոլորը պետք է մենք կարողանանք տեսնել եւ մեր սրտերում մեջ սուրբ մնալ, սիրելիներ։ Իսկապես որ տեսնում ենք, որ Տիրոջ քալուստը ահագին մոտ է, մոտ ասելով, այս բոլորը պիտի կատարվին, սիրելիներ, պիտի կատարվին։ Հիմա մեծ քայլերով Կազանի համագարկը, Կազանը, սիրելիներ, որ ջուրեր ընկել է, անցյալ անգամ ես ասել էի, հենց Կազանը, որ գսե ջուրերեն, որ գփարծկել էր, ջուրերը կներկայացնեն ժողովուրդներ, ինչպես որ ասեցի։ Կազանը, որ ջուրեր ընկել է, դա համագարկ է, ասեցինք, Հագա Քրիստոսի համագարկն է։ Դա նոր Բաբելոնն է, նոր Բաբելոնի աշտարակն է, որ ասկերը գմիաբանե առանց Աստծո, ասկերը գմիաբանե Աստված դուրս բայելով, գգնա ինքն Աստվածության, այսինքն մենք ենք փրկիչը, դա դրա համար կգրե 666 թիվը, 6-ը մարդության թիվն է, սիրելիներ, 7-ն Աստծո հանգիստ մտնելն է, իսկ 8-ն նոր ստեղծագործությունն է, հավիտենականությունն է, հարության օրն է, 7-րդ սաբաթեն հերո առաջին օրը, մեկ շաբթին, սիրելիներ, դրա համար երեխան 8 օրվա գտլփատվեր, հիշում եք 8 օրվա, ասված այդ բոլորը գիտեր, այդ թիվերը նշանակություն ունեն, սիրելիներ, իսկ 666 կնշանակե 6-ն շարունակվում է հավիտյան, Աստծո հանգիստ մտնել չկա, մերժում է Աստծո հանգիստը մտնելը, որովհետև կնշանակե, որ կյանքը, հավիտենականությունը պետք է լինի երկրի վրա, աշխարհի մեջ, մարդը պետք է հավիտենականությունը այս մարմինի մեջ ապրի, սիրելիներ, եւ բարձ է, որ որոշ տարիներ հետո արդեն դուք կտեսնեք, որ մարդուն պիտի խոստացվի հավիտենականություն, անոնք, որ հետևում են գիտությունը ինչ է կատարվում երկրի վրա, այսօր գիտությունը խոստանում է, որ քու գիտակցությունդ այսօր կարելի է կոմպյուտերի մեջ իջեցնել, կոմպյուտերի մեջ բահել, քու գիտակցությունդ չի կորելու։ Չեմ ասում, որ այս բոլոր բաները պիտի կատարվեն, պիտի խափանվի,
Քրիստոսի վեր համբերողին համար պիտի տեսնեն, որ պիտի խափանվին։ Բայց մարդու մեծ քայլերը, այդ դյութի մեջ այսօր չեմ խորանալու, բայց ուզում եմ մի փոքր հասկանաք, ինչու համար, ինչ է կատարվում։ Մարդու մեծ քայլերը, գիտության մեծ քայլերը, գիտականության, ես խոսել եմ այսքի առաջ, որ աշխարհի նոր կրոնը գիտականությունն է, այսինքն գիտությամբ կարելի է հասնել ամեն ճշմարտության, միակ ճանապարհը ճշմարտությունը ճանաչելու գիտությունն է։ Եվ գիտականությունը սիրելիներ իհարկե այդ Սուրբ Մարգարեն է, երկրորդ գազանն է, որ երկինքեն գրագ է իջեցնում, մարդկանց ապշեցնում է գիտության միջոցով կատարելիքները, ինչ որ պիտի կատարվին։ Եվ տեսնում ենք ինչ մեծ քայլերով առաջ է գնում։ Մարդու գենետիկան գեները իրենք մանիպուլյացիայի են ենթարկում, փոխում են գեները։ Մարդու գեները փոխելով մարդկանց խոստանում են, որ մարդը ավելի երկար կապրի, միգուցե հասնենք հավիտենական ապրելու։ Եթե չհասնենք հավիտենական ապրելու, կարելի է ոչինչ, կարևորը գիտակցությունը մնա, նույնիսկ ու մարմինը եթե լինի մեքենայից, մեխանիկական մարմին լինի, ինչ որ տրանսհումանիզմը խոսել եմ այսքի առաջ։ Եթե մարմինը լինի մեքենայից, կարևորը գիտակցություն դու կաս, այսինքն դու հավիտենականությունդ երկրի վրա է։ Այս համագարքը ինչու համար մարդիկ պիտի ենթարկվեն, որտեղ մարդկանց փրկություն է խոստանում, մարդկանց խաղաղություն է խոստանում, մարդկանց միություն է, միապանություն է խոստանում։ Դա գլոբալիզմն է սիրելիներ։ Հետևաբար այդ քազանը, որ շատ շուրեր են գել է, դա գլոբալիստական համագարկն է սիրելիներ։ Որ դուք բոլորը գիտեք, բայց ստուկ չգիտեք, ես հիմա կոնկրետացնում եմ ավելի։ Եվ մարդիկ միաբանվում են միասին, դա փրկություն է իրենց համար, երկրի վրա, աշխարհի վրա խաղաղություն է տիրում, ինչքան լավ բան է, չէ՞, ճագերդյալ, առանց Աստծո, աշխարհի վրա միաբանություն է լինում, ազգերը միաբանվում են միասին, սահմանները բացվում են, բայց դու դառնում ես համագարքի սպարող եւ ստրուկ, բայց դա մարդը չի ուզում, ասենք թե որ տեսնել։ Բայց ինչ համար փրկիչի փրանդունում է այդ համագարքը, որ կեղծ եկեղեցին է բարձրացնելու, որովհետեւ ինչպես որ ասեցի, դրա հավատք պիտի ունենա մարդը, դրա հանդեպ, որտեղ դա փրկություն է խոստանում, մարդու հանգիստ է, բավարարվածություն է խոստանում, առողջություն է խոստանում, երկար կյանք է խոստանում, վերջին քայլը հավիտենական կյանք է խոստանում երկրի վրա։ Հիշեք։ Հետևողներ կան, որ գիտեն, որ արդեն այդ ուղղությունը գնում է, բայց բոլորի հայտնի է լինելու մի քանի տարի հետո դա։ Բոլորին հայտնի է լինելու։ Պատկերացնում եք, դրա համար 6 շարունակվում է, այսինքն 6-ը 7 չկա, Աստծո հանգիստ չես մտնելու Աստծո հանգիստը։ Ոչ բանը։ Բայց դա չի լինելու։ Մենք գիտենք, որ չի կատարվելու, բայց մարդիկ խաբվում են, հույս են դնում, որտեղ մարդիկ չգիտեն մահվան հետո ինչ կա։ Մարդիկ հավիտենականության հավատ չունեն եւ քրիստոնյաներու մեծ մասը արդեն կասկած ունի հավիտենականության վրայով։ Չգիտեր, եթե կա կամ չի կա, ինչից կիմանաս իր ապրած կյանքից, որ կյանքը աշխարհիկի նման է ապրում։ Տեսնում ես, որ ինքը հավիտենականության վստահություն չունի։ Շատ քրիստոնյաներու համար Քրիստոսը իրենց այս կյանքի մեջ բարություն է։ Դա կարոզվում է, փառքավատության ավետարանը կարոզվում է, Եգուր Հիսուսին բարդքերդ քեզ կազատակրե, հիվանդություններդ քեզ կբուժե, լավ կլինի, քեզի մի հատ լավ հարս կճարե, մի հատ լավ փեսա կճարե։ Հիսուս ամեն երկրավոր բաներու համար, եւ Պողոսը ասում է, որ այս կյանքին համար հուսացած է Քրիստոսին, ինչքան խղճալի է, բոլոր մարդոց մի ավելի խղճալի է սիրելիներ։ Դրա համար գիտեք, հիշում եք սիրելիներ, որ Աստված կյանքի ծառը պահեց, եւ ինչ ասեց կյանքի ծառը եւ պահեց, կյանքի ծառը պահեց, եւ այդտեղ հրեղեն սրով քերոփեներ դրավ, որ կյանքի ծառի ճանապարհը չի գտնա մարդը, ասավ չլա թե Ադամ դրանից ուտե եւ հավիտենական ապրի։ Դուք հիմա պատկերացնում եք, չէ՞, ինգած Ադամը ուտում է կյանքի ծառից եւ երկրի վրա հավիտենական է ապրում։ Այսինքն մարդը ինգած անմահ է դառնում երկրի վրա։ Դուք պատկերացնում եք թժողքը երկրի վրա կլինի, չէ՞։
թժողքը երկրի վրա գլի։ Ինչ ահավոր գլիներ մարդիկ, եթե հազարավոր տարի ապրում են երկրի վրա։ Պատկերացնում եք չարությունը, անձնասերությունը, ինչ մագարտակի գասներ։ Ահավոր բան գլինի երկրի վրա մարդը եթե հավիտենական ապրի։ Բայց դա խոստանում է, մարդը չի ուզում մահանալ, սիրելիներ, մարդը ուզում է հավիտենական ապրել։ Հետևաբար գիտությունը, գիտականության միջոցով մարդկանց խոստանալու է նախ առողջություն, բարեկեցություն, երկար կյանք, մարդու կյանքը երկարել 50 տարի դառնա, 200 տարի դառնա, 300 տարի դառնա, հետո հավիտենականության հույսը, որ մարդը մահը պիտի հաղթահարվի մարդու միջոցով։ Եվ մարդիկ պիտի լինեն իրենց պատկերով, ոչ թե Աստծո պատկերով։ Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով, իսկ Քազանի համագարքը թելադրում է պատկեր իր պատկերով, սիրելիներ։ Դա 666-ի պատկերն է, սիրելիներ։ Տեսնում եք։ Հետևաբար մի փոքր սրանցից խոսեցա, Աստված եթե արտոն է, ես կարամ մի օր ավելի խորը խոսել, բարձրապես ուզում եմ, որ ժամանակները մենք հասկանանք, դքետ չի լինենք, սիրելիներ, մենք ուշադիր լինենք, որ մնացորդը լինենք, մենք ուշադիր լինենք, չխաբվենք, չկողմնորոշվենք, մտքերու չտարվենք, չորոշենք անկիդակցաբար ինչ է կատարվում, հասկանանք ինչ է կատարվում, սիրելիներ։ Մի զարմանաք, Քրիստոսի եկեղեցին չպիտի ունենա ոչ իշխանություն, ոչ հարստություն, այդ բոլորը պիտի վերանա, պիտի դառնա Քրիստոսի իրական սուրբերը, որ իրեն ցայնը պիտի բարձրանա անապատի մեջ, սիրելիներ։ Դու պիտի լինես դրանցից, կամ պիտի հարմարվես համագարքին։ Չեմ ուզում ավելի խորանալ սրա մեջ, սիրելիներ, կարամ շատ խոսել, շատ բաներ, բայց ժամանակին, կարծում եմ ժամանակին կխոսեմ դրա մասին։ Հետևաբար մենք աղոթենք, որպեսզի Աստված մեզի պահպանի խաբեությունից, նույնպես աղոթենք մեր հայացքին համար։ Ես հավատում եմ, սիրելիներ, որ տեսնում եք, որ Սատանան մեր երկրի վրա կենտրոնացած է, ամեն ցևով, որպեսզի խարխլե, փարատե, ինչքան մեր երկրի մեջ կա հակարակություն, ինչքան իրար հանդեպ ատելություն, ինչքան հայոյություն, սա սատանային գործն է, սիրելիներ, որովհետև այս երկրում կա Քրիստոսի եկեղեցին ճշմարիտ։ Այս երկրում կան Քրիստոսի սուրբերը։ Ես հավատում եմ, որ կայտնվի Քրիստոսի եկեղեցին այս երկրում։ Ես հավատում եմ, որ արթնություն կլինի։ Արթնություն երբ որ լինի, չգարցեք, որ ամբողջ երկիրը կապաշխարե։ Չգարցեք, վերջին ժամանակներ ենք։ Փոքր հոտ, մի վախենակ, փոքր հոտ, մի մոռանաք այդ փոքր հոտը։ Այդ փոքր հոտը կբարձրանա, սիրելիներ, գերեւնար։ Սատանայի համար ամենավտանգավոր երկիրն է երևի Հայաստանը։ Իսկապես մեր ժողովուրդը, ինչքան մենք կամագոր ժողովուրդ ենք, հպարտ ժողովուրդ ենք, կոպիտ ժողովուրդ ենք, ինչ որ ենք, բայց Հայաստանում կա Քրիստոսի եկեղեցին, Հայաստանում կան սուրբերը, Տիրոջ սրտին համեմատ մարդիկը։ Ես հավատում եմ, դրա համար համբերենք այդ բոլորը կտեսնենք, սիրելիներ, բայց պետք է որ մենք իսկապես անդարբեր չի գտնվենք։ Ես չեմ կարող անդարբեր գտնվենք։ Շատեր եղել է եղբայրներից ինձ ասում են, որ եղբայր ջան, ոչինչ, Աստված գիտե ինչ է անում, հա,
Մովսես ինչ արեց, ասեց, եթե իրեն չպիտի ներես, իմ անունս գենաց քրքից չնչե։ Մովսես չասեց, որ դեր դու գիտես ինչ ես անում, արա ինչ որ ասում ես։ Աստված ուզում է սիրտ, ցավացող, սրտակոտոր, սուպ ու թախից։ Չի կարա Քրիստոսի եկեղեցին անդարբեր գտնվի։ Չի կարա։ Հետևաբար ժամանակ է սիրելիներ, չգիտեմ, ես շատ եմ հուզվել։ Անգերձ եմ ասում, ոչ մի բան չեմ ներկայացնում, բայց անգերձ իմ զգացումներս ասում եմ։ Տեսնում եմ, բայց մտահոգ եմ, որ մարդիկ քնած չլինեն։ Մտահոգ եմ, որ մարդիկ ուզում եմ տեսնեն, անդրադառնան, լաց ու գոց անեն, ցուկ պահեն, սիրելիներ, որտեղ Աստված մեր ընդմեջով, մեզանով է աշխատում, սիրելիներ։ Մեր աղոթները բարձրանա, Աստված դες, որտեղ մեր աղոթները կրակ է, սիրելիներ, որտեղ կրակ է, այնտեղ մոտենում է Աստված։ Մենք շատ բան կարանք փոխել։ Ինչպես որ Պետրոսը ասում է, որ արաքացնենք Տիրոջ քալուստը, հիշում եք։ Ասում է արաքացնենք, նշանակում է մեզանից կախյալ է, մեզանից մեր վիճակից կախյալ է։ Երբ որ հարսը պատրաստ է, դերը կգա, հետևաբար արաքացնենք հարսի պատրաստությունը, դրա մասին եմ ասում, մեզանից շատ բան կախյալ է, սիրելիներ։ Հետևաբար իսկապես աս օրերուն միայն մեկ բան ենք անելու մենք, աղոթք, ծոմ, աղաչանք, որպեսզի իսկապես Հայաստանում լինի արթնություն, սիրելիներ։